Սյունիքի մարզն է Հայաստանի համար բացառիկ ռազմավարական նշանակություն ունեցող տարածք, որը միշտ եղել է Հայաստանի հարավային սահմանապահն ու պաշտպանական ամրոցներից մեկը։ Հետևաբար առավել կարևոր է այստեղ տնտեսության զարգացումն ու ներդրումների խթանումը, որոնք կնպաստեն տարածաշրջանային կայուն զարգացմանը։ Թեև Հայաստանը հարուստ է ջրաղբյուրներով, այնուամենայնիվ հանրապետությունում կան բնակավայրեր, որտեղ բնակչությանը խմելու ջուրը մատակարարվում է մակերևութային ջրաղբյուրներից։ Այդ բնակավայրերից մեկը Սյունիքի մարզ կենտրոնը համարվող Կապան քաղաքն է։ Մայրաքաղաքից 320 կիլոմետր հեռավորության վրա գտնվող 42,000-ից ավելի բնակչություն ունեցող Կապանի և հարակից համայնքների ջրամատակարարումը ապահովվում է գետային մակերևութային ջրերով, իսկ այդ ջրերն առաջին մաքրման ենթարկվում են քաղաքի երկու՝ Գյարդ և Աջիբաջ ջրընդունիչ կոչվող ինժեներական կառույցներում։ Գյարդը Veolia ջուր ընկերության սպասարկման գոտում գտնվող 20 ջրընդունիչներից ամենամեծն է։ Կապան քաղաքից 30 կիլոմետր հեռու, ծովի մակերևույթից 1700 մետր բարձրության վրա։ 1970-ական թվականներին կառուցված այս ջրընդունիչը տարիների ընթացքում ամբողջությամբ քայքայվել էր և կոռոզիայի ենթարկվել, իսկ դա նշանակում է, որ այն լիարժեք չէր կատարում իր գործառույթը։ Գետային ջրընդունիչները թվում է թե իրանք հասարակ կառուցվածքներ են, ջուրա վերցնում ենք, էլի, հա, իրանից, բայց ինքը իրականում, որ այդ սաղ պրոցեսները, որ ասենք այն մաքրմնականի բերը թեթևացնենք, որ ինքը բնականon աշխատի, պետք է ստեյ սկսվի։ Բացի Գյարդ ջրընդունիչը, Կապան քաղաքը մատակարարվում է նաև Աջիբաջ կոչվող ջրընդունիչից։ Երկու ջրընդունիչների ջրերը միասին մուտք են գործում մոտավորապես 10 կիլոմետր ներքև ստեղից գտնվող ջրի մաքրման կայան, որի անունը Գեղի է։ Եվ Գեղի մաքրման կայանում, որի հզորությունը արդեն 500 լիտր վայրկյան է, երկու ջրընդունիչների գումարային ջրի հաշվարկով մատակարարվում է քաղաքի կարելի ասել 80%-ը։ Մնացած 20%-ը մատակարարվում է մեկ այլ մաքրման կայանից, որի անունը Չանախչի ջրի մաքրման կայանը։ Եվ ահա Veolia ջուր ընկերությունը հասկանալով ու քաջ գիտակցելով գետի վարարումների ժամանակ այս հիդրոտեխնիկական կառույցի նշանակությունը այս տարվա պարտադիր կապիտալ աշխատանքների չնախատեսված աշխատանքների ցանկում ընդգրկեց նաև երբևէ չհիմնանորոգված Գյարդի արդիականացումը։ Ներդնելով 80 միլիոն դրամ ընկերությունն այստեղ մեծածավալ շինարարություն է սկսել, նպատակ ունենալով մինչև նոյեմբերի վերջ ավարտել աշխատանքները։ Կառույցի հիմնական աշխատանքները երկաթբետոնե կոնստրուկցիաներ են, փականային հանգույցներով, որտեղ որ գետի ջրից վերցվում ուղղորդվում են մեր համապատասխան խողովակների մեջ, մոտավորապես 300 լիտր վայրկյանում ջուր ենք վերցնում։ Վերանորոգման աշխատանքները սկսել ենք արդեն մոտավորապես մի 15-20 օր առաջ։ Ընկերությունն անում է առավելագույնը, որպեսզի խոր աշնանը անձրևների սեզոնին, երբ գետի ջուրը շատ է պղտորվում, ջրընդունիչը պատրաստ լինի ամբողջ հզորությամբ, վայրկյանում 300 լիտր ջուր մաքրել և ուղղել ջրի մաքրման կայան։ Աշխատանքները տարվում են ամենայն պատասխանատվությամբ, հաշվի են առնվում նույնիսկ մանրուքները։ Աշխատանքային ակտիվ գործընթացը հուշում է, դրանք նախանշված ժամկետից էլ շուտ կավարտվեն, միայն թե եղանակային պայմանները բարենպաստ լինեն։ Որոշակի մաքրում այս հատվածում է կատարվում նստեցմամբ, այս ամբողջ ջրաքանակը ուղղորդվում է մաքրման կայան, որտեղ կատարվում է որոշակի մեխանիկական եւ այլ մաքրման պրոցեսներ։ Երբ որ գետը վարարում է, մենք պետք է այնպեսի գետընդունիչ կառուցենք, որպեսզի վնաս չհասցնի գետընդունիչին։ Ինքը համապատասխան քանակի ջուրը նորից վերցնի, ավելցուկային ջուրը նորից ուղղորդում ենք գետ։ Այս կառուցվածքը ինքը իր ֆունկցիան ոչ միայն ջուրը վերցնելն է, բայց ինքը ի սկզբանե, եթե մենք իրան ճիշտ ենք վերցնում, ճիշտ ենք սպասարկում այս կառուցվածքը, ինքը դրվում է հիմքը այդ ամբողջ ջրի հետագա մաքրումը շատ ճիշտ ձևով կատարվի, հասվի բնակչությանը։ Վերակառուցման աշխատանքների ավարտից հետո ջուրը ջրընդունիչում կենթարկվի նախնական մաքրման, կազատվի ավազից և կոշտուկներից, ապա նոր 10 կիլոմետրանոց խողովակաշարով կմղվի դեպի Գեղի ջրի մաքրման կայան, որտեղ էլ կիրականացվի ջրի առավել խորը և ամբողջական մաքրումը։ Իսկ մինչև այդ Veolia թիմի շնորհիվ ջուրը այլընտրանքային եղանակով գետից միանգամից ուղղվում է մաքրման կայան, կրկին ենթարկվելով լիարժեք մաքրման։ Մտնում են Մարի չոր, Մարի չորից հետո մտնում
խառնարան, եթե պղտորությունը շատ ալնում, մենք սկսում ենք աշխատացնել կոագուլյացիայի ապարատը։ Հետո մտնում է պարզարանը, կեղտը նստում է հատակին, ֆիլտրացվում է ջուրը եւ մտնում 1000 տոնանոց ջրամբար։ Բարակազերծվում, գնում քաղաք։ Ջրամաքրման կայանում գործող 6 ֆիլտրերից յուրաքանչյուրը մաքրում է վայրկյանում 90 լիտր ջուր։ Կայանը ի վիճակի է մաքրել վայրկյանում մինչև 500 լիտր ջուր։ Այստեղից արդեն ջուրն ուղղվում է օրվա կարգավորիչ ջրամբարներ, այնտեղից էլ բաշխիչ ցանց, որն ապահովում է Կապան քաղաքի 80%-ի ջրամատակարարումը։ Այս ամենից բացի ընկերությունը Կապանի բաշխիչ ցանցում էլ է սեփական ուժերով ջրագծեր վերակառուցում։ Նախորդ 10 ամիսների ընթացքում Կապան շահագործման տեղամասը արդեն իսկ վերակառուցել է Շահումյան փողոցի Դավիթ Բեկ Մինասյան թաղամասերի շուրջ 8 կիլոմետր ջրագիծ եւ 2 կիլոմետր կոյուղագիծ։ Այս պահին մասնագետներն աշխատում են Շղարշիկ թաղամասում, որտեղ նորով է փոխարինվում 2 կիլոմետր ջրագիծ։ 1970-ականներին կառուցված ցանցը գտնվում էր անմխիթար վիճակում, իսկ վթարների հետևանքով ստացված ահազանգերը մշտական բնույթ էին կրում։ Իհարկե ունենք էլի մոտ 1.5 կիլոմետր կառուցելու, քանի որ ասֆալտապատման աշխատանքներ ա գնում ստեղ, ընդամենը 2 կիլոմետր հատվածն ա կարևորում։ Դրա համար հիմա անում ենք դա, հետագայում ասֆալտապատման աշխատանքները շարունակվելու դեպքում մենք կերկարացնենք ջրագիծը։ Հոսակորուստները բավականին շատ էին, ընդհանուր պահանջը ջրաքանակի 10-12 լիտր էր ստեղ, որից մոտ 5-ից 7 լիտրը կորում էր։ Եվ հատկապես զմերվա ամիսներին բավականին լուրջ պրոբլեմներ առաջանում։ Վեոլիա ջրընկերությունն այս աշխատանքներն իրականացնում է ակտիվ գործակցելով համայնքապետարանի հետ, ավելի արդյունավետ դարձնելով Կապանում իրականացվող բարեկարգման աշխատանքները։ Գրեթե բոլոր թաղամասերում, որտեղ համայնքի կողմից իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ, նախապես վերակառուցվում են նաև ջրագծերն ու կոյուղագծերը։ Որպեսզի իրականացվող շինարարական աշխատանքներից հետո հարկ չլինի որևէ ենթակառուցվածքի համար նորից քանդել տվյալ հատվածի ասֆալտապատ տարածքը կամ բակային հատվածը, մենք նախապես տեղեկացնում ենք Վեոլիա ջրընկերությանը եւ մյուս բոլոր այն ընկերություններին, ովքեր ունեն այդ հատվածներում ենթակառուցվածքներ եւ առաջարկում ենք զուգահեռաբար համայնքի կողմից իրականացվող աշխատանքների նաեւ վերանորոգեն կամ փոխարինեն իրենց ենթակառուցվածքները եւ այս համատեքստում Վեոլիա ջրի հետ համագործակցությունը կարծես թե ստացված է։ Այսպիսով, այս բոլոր ներդրումների եւ անդադար աշխատանքի նպատակը մեկն է՝ ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերում, մասնավորապես մեզ համար ռազմավարական առանցքային նշանակություն ունեցող Սյունիքի մարզկենտրոնում սպառողներին ապահովել որակյալ, անխափան եւ կանոնավոր ջրամատակարարմամբ։ Իսկ Կապան այն բնակավայրերից է, որտեղ արդեն շոշափելիորեն երևում են Վեոլիա ջրի ներդրումները։ Քաղաքն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News Ազատ լուրեր։